Բարև ձեզ, լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, գործընկերներ, աջակիցներ, նախ ուզում եմ բոլորիդ անչափ շնորհակալություն հայտնեմ աջակցության այսպիսի շռնդալից դրսևորման համար։ Իսկապես խորապես զգացված եմ եւ երախտապարտ եմ ձեզ բոլորին եւ իդեպ ձեր բոլորի աջակցությունը ես զգացել եմ նաեւ այս 2 ամիսների ընթացքում, երբ ես գտնվում էի կալանավայրում, բայց հնարավորություն կար տեսնելու այս աջակցության բոլոր գործողությունները, որոնք իսկապես անչափ ուժ, եռանդ եւ ոգեվորություն են ինձ տվել։ Երկրորդը, ես անկեղծ ասած այսօր գալով ես չէի կարող կանխատեսել արդյունքը։ Չէի կարող կանխատեսել, որովհետեւ իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորը գիտեք, որ մեր երկրում միշտ չի որ իրավունքը գործում է, ուստի նաեւ ուզում եմ հատուկ անդրադառնամ դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով, հուսով եմ եւ մյուս դատավորներն էլ իրականում օրինակ կվերցնեն դատավորից եւ իրանք եւս կառաջնորդվեն օրենքով այս որոշումներում, որովհետեւ իսկապես մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի եւ նաեւ խոշտանգման միջոց։ Ասեմ ձեզ անկեղծ, նորմալ մարդու համար կալանքը այն կալանավայրերում, որոնք մենք ունենք, որոնք գերբնակեցված են, կեղտոտ են, հակասանիտարական են եւ այլն, դրանք խոշտանգման միջոց են։ Այսինքն խոշտանգվել եք կալանավայրում։ Չէ, ես չեմ ասում, որ ես անձամբ խոշտանգվել եմ։ Տեսեք, ոչ թե իմ, բոլոր կալանավորների պահպանման պայմանները այդ կալանավայրերում վատ են, որովհետև իրանք գերբեռնված են, որովհետև այնտեղ հակասանիտարական վիճակ է, պատերը նեխած, խոնավության մեջ եւ այլն, չեմ ուզում շատ տարածվեմ, ուղղակի մարդ, որ մի անգամ մտնի դա տեսնի, կհասկանա, որ դա ընդհանրապես կալանավորներին խոշտանգելու միջոց է։